Գավիթ թատրոնի այցեքարտը համարվող հայկական թեմատիկան առաջին հայացքից շրջանցել է ծնունդդ շնորհավոր սիրելիս կատակերգությունը։ Սակայն բեմադրիչ ռեժիսոր Համլետ Ղալեչյանի հեղինակած ներկայացումը արդիական է շատ ընտանիքների համար։ Չհասկացվածություն, չարտահայտված մտքեր, կիսատ մնացած խոսակցություններ և բաժանություն։ Անգամ ճգնաժամային իրավիճակներում սեփական եսը չդավաճանելու և միմյանցից օտարանալուց խուսափելու յուրօրինակ ազդակ է Համլետ Ղալեչյանի հեղինակած բեմադրությունը, ով թեմային անդրադարձել է դրա արդիականության պատճառով, շեշտադրելով առաջնային հիմնարար որոշ կետեր, որոնք տանում են ընտանիքի փլուզմանը։ Ու միայն թվացյալ հակահերոսի շնորհիվ է հնարավոր դառնում գտնել այն ճաքերը, որոնք թուլացրել են տան հիմքերը։ Շարունակել մնալ կենցաղը որպես խաչ կրող կին, ով սրտի դողով կսպասի խնամված աշխատակցու մոտից ամուսնու վերադարձին, թե վայր նետել տնային տնտեսուհու խալաթը և կրկին դառնալ նա, ում համար ցանկանում են մեկ րոպե շուտ տուն հասնել։ Ծնունդդ շնորհավոր սիրելիս սոցիալական կատակերգության հանդիսատեսը հենց այս մտքերով է հեռանում Անահիտ Գզոկյանի, Գրիգոր Գրիգորյանի և Թորոս Թորոսյանի մասնակցությամբ ներկայացումից։ 2025 թվականի հոկտեմբերի 11-ից պարբերաբար խաղացվող հայալեզու ներկայացումը 1.5 ժամ առօրյա հոգսերից կտրվելու, միաժամանակ ընտանեկան հարաբերություններում առկա բացերը հերոսների միջոցով նկատելու, դրանք վերաձևակերպելու և լուծելու բանաձև կարող է դառնալ։ Ինչի մասին վկայում է նաև ներկայացումից հեռացող հանդիսատեսը։ Շատ հաճելի էր, առաջի անգամ էի Մոսկվայում գտնվող թատրոնում ու շատ մեծ բավականություն ստացա, առաջի հերթին լսելով մեր հայերեն լեզուն, հետո մեր հայերին տեսնելով, մեր երիտասարդներ արտիստներին, կարծում եմ, որ սա առաջի, բայց ոչ վերջինը կլինի։ Շատ հետաքրքիր, շատ հումորային, շատ ոնց որ սրտանց, такой интересный спектакль был, всем советую։ Չեմ սխալվել, որ եկել եմ, հրավիրեցին, սիրով համաձայնվեցի, միշտ հետևել եմ սոցցանցում Գավիթի, մտածել եմ գամ, բայց առօրյան այնպես է, որ չի ստացվում, այս անգամ որոշեցի գամ ու ես շատ ուրախ եմ, որ լիաթոք, լիարժեք բավականություն ես մեծ ստացա։ Բոլոր ներկայացումներին ես ներկա եմ եղել, նույնիսկ 2-3 անգամ, երկուսը մեկում ես 3 անգամ արդեն նայել եմ ու ամեն անգամ ճիշտն ասած միշտ հուզվել եմ, նույնիսկ իմ բարեկամներին, որ այսօր եկել են քույրիկներիս հետ, գովազդը միշտ կա իմ կողմից։ Հիանալի դերասաններ են, հիանալի կազմեր, հիանալի բեմադրություն, և տրագեդիա, և կոմեդիա, ամեն ինչ խառը, մի խոսքով 10-ից 10 եմ могу сказать։ Հիմա ջահելները դասեր կքարեն ու կնայեն, եթե ինչ-որ խնդիրներ առաջանա ընտանիքներում, կնայեն հումորով ու կհիշեն այս սպեկտակլը։